գիտակցական կյանքս ապրել եմ Շիկահողում։ Բացառությամբ սովետական բանակում ծառայած տարիներս եւ ուսանողական տարիներս, որ սովորել եմ Երևանում։ Ես ընդհանրապես մասնագիտությամբ մեխանիկ եմ։ Խնդիր առաջացավ, որ ես գնամ համայնքի ղեկավար։ Նախ են սկզբնական շրջանում որպես գյուղական խորհրդի գործկոմի նախագահ, հետո 96 թվականին ընտրվեցի համայնքի ղեկավար։ Գրեթե 10 տարի աշխատեցի որպես համայնքի ղեկավար։ Ինչքան հնարավոր էր անել գյուղի համար այն ժամանակ շատ դժվար էր, նույնիսկ հացի խնդիր էր, կարողանում էի որոշակիորեն ապահովել ժողովրդի կացությունը։ Տենց աշխատեցի, այնքան որ եկավ հասավ այն ժամանակահատվածը, որ արդեն պետք է թողնեի, ավելի ճիշտ հասարակությունը այլևս պահանջկոտ մարդուն չէր ընդունում, չէր սիրում եւ ինձ չընտրեցին։ Այսօր էլ իր դժվարություններն ունի։ Դե պատերազմները ահագին խոչընդոտում են երկրի զարգացմանը։ Շերը քնում ես, ինչ գիտես, այն մի ժամանակ երկու հոգու մեր սահմանից թուրքերը տարան է։ Դե հիմա այն թուրքը մինչև դե որ եկել է, մինչև ստել կգա։ Եթե մինչև դե եկել էր, մինչև ստել կգա։ Իրի գունե կամ մտավ ինչ կանես, ոչ բան կգան, կամ կգյուլեն, կամ կշալագեն կտանեն։ Գյուղի համար խիստ դժվարությունը վարելափայտի խնդիրը, խիստ դժվարությունը։ Մեր տարածաշրջանի բնակչությունը օրինապահ ժողովուրդ է, օրենքը սիրող, օրենքը հարգող ժողովուրդ է։ Հիմա մեկ ուրիշ բնակավայրում, մեկ ուրիշ տեղ չեն նայում օրենքը ինչ է գրել, իրան փեդը պետք է գնում, կտրում, բերում, գիշերով է գնում, մի կերպ բերում, իր հարցերը լուծում։ Մենք վախենում ենք, ոչ թե վախենում, հարգում ենք։ Ամոթ ենք անում, գնանք մենք մեզանից գողություն անենք, որպեսզի մեր իշխանության հրատարակած օրենքներից չդժգոհենք, առաջարկեցինք, որ արևային մարտկոցներ տեղադրեն բնակիչների տներում, էլեկտրոէներգիայի հաշվին ջեռուցում բան կազմակերպենք, չգնանք, նախ անտառում գործանել դժվար է, առավել ևս ինձ նման 78 տարեկան հասակ ունեցող մարդու համար։ Բացի հետ էլ վերջը օրենք խախտելն էլ է, էլի անշնորհքություն, անկարգություն։ Մեր գյուղը ունի 153 բնակելի տուն։ Այդ 153 բնակելի տներից 45-ն է այսօր բնակեցված, մեր գյուղը 45 ծուխ ունի, այսօր գյուղում ապրող, 91 շունչ, ամեն մի տան 2 հոգի են իմի նման, 2 հոգի են, ինքն էլ վերարտադրության հեռանկար չկա, ծերացած մարդիկ են։ Ես առաջարկում եմ, որ կառավարությունը այդ ոնց է կոչվում, մանկատուն եք հացում, թե ինչպես եք բանանում, մի 40-50 երեխա տեղափոխեն այստեղ, կազմակերպությունը ստեղծեն, այդպես ուզում է, ինչ անուն ուզում են դնեն, կազմակերպությունը ստեղծեն, այստեղ կապրեն, կմեծանան, չափահաս կդառնան, կամ ուսնանան, ընտանիք կստեղծեն, կառավարությունն էլ մեր այդ ազատ տներից, բնականաբար, ով որ թողել է գնացել, տունը դատարկա, ինչ-որ մի արժեքով, թեթև արժեքով կգնեն, կտան այդ մարդկանց, հողերն էլ շատերը կնվիրեն, իհարկե գեղեցիկ երգիր է մեր երգիրը, բայց ամենագեղեցիկը մեր գյուղն է։ Կուզեի, որ հետևեն մնա, ես իմ երգս արդեն
երկված է, ես այն մեծ քաղաք գնալու ճանապարհին եմ։ Այդպես նենց լինի, որ գյուղը մնա էլի, ափսոս է։